9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստից 2 օր առաջ իրավապահները վաղ առավոտյան Նարեկ Կարապետյանի առանձնատանն էին։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողություններ են իրականացվում Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Դրանից ժամեր առաջ դատարանը եւս 2 ամսով երկարաձգել էր Ալեքսանյանի կալանքի ժամկետը։ Մի քանի ժամ խուզարկությունից հետո իրավապահները հեռացել են ձեռնունայն, ոչինչ չեն վերցրել, ոչինչ չեն տարել։ Ինքը Կարապետյանը չբացառեց, որ գլխավոր դատախազն իր հետևից ազգային ժողով կգնա։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որտեղ ինքը սխալ ճանապարհով է տանում, ինքը հիմա էլ է սխալ ճանապարհով տանում։ Մեր հասարակության մեծ մասը արդեն համաձայն է, բայց ինչ որ մաս իրեն դեռ աջակցում է, բայց չգիտի, որ սխալ ճանապարհ է մարդը տանում։ Այսինքն սրում է հարաբերությունները։ Երեկվա իր խոսքերը հիշում եք։ Երեք մի քանի միլիարդ մենք պահանջ ունենք, ինքը սրում է, նույն ձև ինքը Ադրբեջանի նախագահի հետ էր այն ժամանակ խոսում։ Ինչ եղավ, ինչ ստացանք, ինչ կերանք։ Աշխարհի հետ չի կարելի էմոցիայով խոսել, ասում է Կարապետյանը։ Այսպես Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում, իդեմս Ռուսաստանի։ Մարդիկ, ովքեր հիմա ծափ են տալի, այս սրացմանը ծափ էին տալի նաև Ադրբեջանի 20 թվականից առաջ Ադրբեջանի հետ սրացմանը ու հետևանքներից հետո էլ ասում են պետությունը այս ճանապարհով գնաց, խի գնաց, մենք մեզ խղճում ենք։ Մեզ խղճալ պետք չի, պետք է ճիշտ քաղաքականություն վարել։ Երկրորդ բանը, երեք ինչ-որ բարեգործության հետ կապված հայտարարություն է արել։ Ինչ անենք։ Այո, ինչ անենք։ Չանենք բարեգործություն։ Իրապես բռնենք մարդ, բռնել տանք ամբողջ օրը, երեխեքին առանց հեր մի քանի ամիս թողենք, հա, ինչ անենք։ Ինչ է իրա ուզածը, ինչ է իրա երկրում բարեգործությունն է, այն երկրում, որտեղ ինքն է ապրում։ Դրա մեջ ասում եմ, միտեղ գնացի, դարպասները վատ էր։ Հայկական ժամանակի դարպասները տեսել եք։ Թող գնա հայկական ժամանակի դարպասներով զբաղվի։ Այն ինչ որ Իրանը չի։ Իմը չի, Իրանն էլ չի։ Սեփականությունը այդ գործարանի, որը ինք ուզում է պետականացնի, Իրանը չի էտի, պետությանն էլ չի։ Մարդու ունեցվածքը, էտի այդ մարդու սեփականությունն է։ Սեփականազրկենք մարդկանց։ Իրապես գնանք սեփականազրկենք, ինչ է իր ուզածը։ Այս ամբողջ process-ի մեջ ինք ուզում է բոլորս իրապես լինենք, որ նստենք ու ընդհանրապես ուրիշներին ասելուց առաջ ինքը մի հատ Իրանը թող նայի։ Ասում եմ զանգել եմ, ասել եմ դարպասները լավը չի։ Հա մի հատ հիշի որտեղ ես դու աշխատել, քո դարպասները հիշի։ Այդ մարդը 100 հատ սարքել է։ Քաղաքականապես ոնց ուզում ես վերաբերվի։ Բայց 100 հատ տենց բան է սարքել։ Բարի կարգել է գործարը, մի անուն դիր։ Ամեն ինչին դնում անուն է դնում։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։ Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ։ Հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է։ ԿԸՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13-ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավը։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։